Բարև պապի։ Բարև պապի ջան։ Հետո ձեր արածը ձեզ դուր եկավ։ Մենք ոչ մի վատ բան չենք արել պապի։ Վատ բան չեք արել, հա։ Հա։ Ավելին ասեմ, եկեղեցով ամուսնացել ենք։ Ինչ կաման։ Դուք պիտի ասեք, կորածները դուք եք։ Լավ ես, Լեա ջան։ Յուր գալու համար վատ ժամանակ ես ընտրել, ես գնում եմ։ Ու ոնց հասկանում եմ գնում ես ինչ-որ մեկին հոշոտելու։ Հա, հաջորդ զոհին։ Ում ես հասցրել զոհաբերես արդեն։ Ինը ճանապարհից մի։ Չէ, դու ոչ միտեղ չես գնա, մինչև չասես ում ինչ ես արել, ես քո հայացքում կարդում եմ։ Եթե մինչև հիմա հայացքիցս չես հասկացել ու չես կարդացել, անիմաստ բաներ մի խոսա։ Հուսամ Լեայից չես գտել։ Հուսաս։ Որովհետև սարսափում եմ այն մտքից, թե ինչ կարող ես անել, եթե գտնես։ Լավ կանեն շուտ գտնվեն։ Ինչքան ուշ հայտնվեն, այդքան իրենց հարազատներն են տուժելու։ Այդ Լեոյի աղբորները ստեղ սատկացել են մի քիչ առաջ։ Ուրեմն ես վեր եմ կենում, գնում եմ մանանենց տուն, ասում եմ, որ բերանը փակ պահի, կուլ եմ տալիս դրա վիրավորանքները, դու այստեղ քո հաջորդ սխրագործությունն ես անում։ Կարեր եւ չգնայր։ Քեզ համար մեկ է, որ 20 տարվա գաղտնիքը ու հանցագործությունը կարող է բացահայտվել։ Հա, բացարձակ միևնույն է։ Քանի աղջիկը չկա բոլորին նույն բախտին եմ արժանացնելու։ Ուր։ Ինա, շողքի նման հետևիցս ման գալու փոխարեն լավ կանե շուտ գտնես աղջկադ։ Գնա, հողին հավասարեցրու ամեն ինչ ու հետո չասես, որ կողքից չէի։ Արագ ասած զբաղված եմ։ Նախարցրու ուր եմ, ինչ եմ անում, ոնց եմ։ Ոնց ես, ինչ ես անում, ուր ես։ Եկել եմ Ուրարտու սպասք եմ ընտրում տան համար։ Այս ինչ լուրջ գործի ես, դե չխանգար եմ անջատեմ, լավ։ Գրիշ կլինի լրջանաս։ Ան ինչ ա եղել, Մաշա ջան։ Երդվում եմ Գրիշ, սենց զգացողություն երբեք չեմ ունեցել։ Ուզում եմ տան համար ամեն ինչ առնեմ, փոխեմ, սյունացնեմ։ Ուզում եմ ամեն ինչ նոր լինի։ Բայց Ուրարտուում ուղեղ ծախում են, Մաշա ջան։ Գրիշ վերջ տուր, հա, խնդրում եմ։ Բայց ինչա զանգ է առևտրից հետ պատում, յանի ինչ։
Գրիշ, այստեղ օրվա առևտուրը չի կարևոր։ Այստեղ կարևորն նա, որ ես սպասում եմ քեզ, որ ստատրոպ սպասում եմ մեր երեխայի լուսաշխար գալուն։ Ուզում եմ, որ դու վերանայես քո վերաբերմունքը այս ամեն ինչին, ու քեզ համար կարևոր լինի նաև մեր երեխայի ծնունդը։ Արա լավ դու էիր մնաց հենց ասել ես ինչ անեմ է։ Դավես վաղված եմ մի զանգի։ Ինչ ես նայում Լեային։ Լեո, չես տեսնում շատ ա լարվում, ավելի մի ամաչացրու, Ինքը ամաչելու պատճառ չունի։ տենց վստահ մի ասա, ամաչելու պատճառ բոլորս ունենք, օրինակ ես ամաչում եմ, որ հանդիպեցի Լեայի աղբորը, հետը կապվեցի, փառք Աստծո երեխա չունեցա։ Եղբորդ երկար ժամանակ չէինք գտնում, վերջապես գտել ենք, ուրախանալու փոխարեն ավելորդ բաներ ես խոսում։ Որովհետև ես մենակ Լեոին էի սպասում։ Ուրեմն սովորիր, այսուհետ նրանց միասին ես տեսնելու։ Էդ ինչի։ Որովհետև Լեան իմ կինն է, ու ինքը այս տանն է ապրելու։ Պապի լսում ես ինչ ասում։ Լեոն ասեց, որ իրենք եկեղեցով ամուսնացել են։ Հիմար ես Լեո։ Չափը ճանաչի։ Մտա հավաքի քեզ մանա։ Ու հարգանք եմ պահանջում թե իմ թե Լեայի նկատմամբ։ Լեո պետք չի իմ պատճառով վիճել։ Միա լուրջ։ Ուրեմն չվերադառնայիր մեր կյանք։ Ես ինչ ա եղել մանուշակիդ։ Դավիթ, Դավո։ Աղբեր ես։ Դավիթ ջան, մանան։ Դավո։ Կորանան։ Դավո։ Մինչև հիմա հիշում եմ մանանի խոսքերն ու գլուխս քրտնում է։ Չէ, դա հենց ներ չէր խոսում։ Դրանք կոնկրետ ինֆորմացիա է հասել։ Բայց ոչ էներ խոսեի, ոչ էներ լռեի։ Հետբային միակ ճիշտ մոտեցումը, որ կարող էի ցուցաբերել, ցուցաբերեցի։ Ինձ գժի տեղ դնելով։ Հիմա պիտի շատ սիրուն ձևով պարզեմ, թե ինչ գիտի մանանը, արդյոք ճշմարտությունը պարզել է, թե ես չափից շատ ու չափից շուտ առաջանցա։ Մարդ ես էլի, հանկարծ ինձ միամիտ փուրը չտամ։ Այ կորացա ես, ումա պետք իմ ապրել, ես ինչ եք անում, հա։ Աղբերս աչքերդ բացի, ցավոտ տանեմ, բացի աչքերդ, դավ։ Եկեք շտապօգնություն կանչենք։ Ես ինչ օրնակցել քեզ այդ դահիճը։ Էդ ուր էր գնացել։ Վայ հունանի մոտ էր գնացել, որ քեզ օգնի։ Աղբերս, արա իմ պատճառով ես ինչ օրը ընկար։ Գոհ ես պապայի տարածից։ Մանան, ես Մանան, Լեան պատասխանատու չի իր հորարակների համար։ Օգնեք երեխուն տուն տանենք, իրար մի կերեք։ Դավո ուշքի արի։ Ահա, Դավո ջան։ Լեո, Դավս, Լեո, աղբերս կներես ինձ։ Լեո։ Լավ ես։ Լավ։ Ալո։ Ուրես, Հայտնվեցիր։ դե տեղը տասա գալիս եմ։ Հələ ես որ իմանայի աղբորդ մռութը ջարդելով սենց շուտ կհայտնվեր, այդ շուտ կանեի։ Որտեղ քեզ գտնեմ, արա։ Արի իմ օֆիս, լակոտ։ Լեո ջան, մահս ես ուզում, մի գնա տղա ջան, խնդրում եմ քեզ։ Լեո, խնդրում եմ, պապային ես եմ պետք թողնի։ Այդ հանգստացի ու մի խոսա։ Լեո, այդ հրեշը կողոշոտի քեզ։ Մի գնա խնդրում եմ, աղբորդ մենակ մի թող։ Պապի,
Աղբորս ոչ մեկ այսօրը չի կարող հասցնի ու մարսի այդքանը։ Լեո։ Լեո։ Շատ լավ մեթոդ ես գտել ես պահին խմել անջատվել, երբ մեր տանը քաոս է։ Ամջան ուզածս ես մի բաժակ արաղնա եսել ես ափսոսը։ Մտի էլի մի քիչ դրության ես մեջ ինչ կլինի։ Ես մտնում եմ քո դրության մեջ, դու չես մտնում մեր դրության մեջ։ Լսում եմ Տիկինինը։ Իմ տղային ինչ որ ոգելից խմիչք տվել։ Նայում ամջան։ Հանգիստ ու այստեղ ունի ես ընդհանրապես բեր իր գործն անում։ Սրանից հետո ոչ մի ոգելից։ Մտած կլինի մամ։ Ձեյնետ։ Տարսա։ Ոնց ասեք։ Քեզ չի կարելի խմել։ Շատ արագ մոռացար, ոնց խմիչքի պատճառով հասար մահվան շեմին։ Այ մամջան մի ձև պետք է ինձ օգնեմ, թե չէ։ Գրիշը օգնիր, բայց ոչ խմիչքով։ Բա ինչով օգնեմ այդ ցավը։ Կանիկս լրիվ ինձ յանատավեմ իմ ճոգելով էլ հետ բերել է չի լինելու։ Մանան ինձ տուն էի գնացել։ Ինչի համար գնացել էր կռիվան էր հետը թե սաղ պատմեիր ինչ կա։ Չէ, համաձայնության գալու։ Վերջը եկաք։ Խոսեցինք, բայց արդյունքը այն չէր, ինչ ինձ պետք էր։ Տենց է էլի։ Օրս մի սխալի պատճառով իմ ու քրոջս սաղ կյանքը խորհրդակվա վրա։ Բարև գաս։ Զանգեք Լեոին, ասեք թող հետ գա։ Ես ու Դավիթ պապը փորձեցինք կանգնեցնել, բայց չստացվեց։ Լեոին կանգնեցնելու շատ հեշտ ձև կար։ Դու պիտի գնայիր, որովհետև քո մարդասպա պապան քեզ ա ուզում մեզնից հեռու պահի, չիմանալով, որ մենք էլ ենք նույնն ուզում։ Մանան հանգիստ թողես աղջկան։ Մանան, եթե Լեոն թույլ տար, ես կգնայի։ Ես ոչ ուզում եմ ձեզ վնասել, ոչ էլ առավել ևս իմ ներկայությամբ տհաճություն պատճառել։ Նենց հայրան պահում ոնց որ հոր տանն ա։ Անտակ բաներ մի արա։ Ուզենք չուզենք, եղբորդ կինն ա։ Ինչ ասեք։ Դու են ասա, Հունանը ինչի համար է քեզ այսօրը գցել։ Իմ աղբոր բոլոր արասների համար ես տեր եմ։ Տեր ես։ Հա, տեր եմ։ Այդ դեպքում կգնաս պապիդ կասես։ Թող ձեր հոր կողքը քո աղբորդ համար էլ տեղ փորի։ Ինչ ես խոսում արա։ Որովհետև էդի տականքը անասունի ծնունդը։ Ինչ կանեիր, եթե իմանայիր, որ նա է մեր ցավի ու տառապանքի հեղինակը։ Այդ դժողքի ծնունդն է մեր հորը կյանքից զրկել։ Ուր ես գնում։ Չեմ իմանում, բայց դե չեմ ուզում մնամ հələ ես։ Չէ, սպասի, ես էլ եմ գալիս։ Մենեջերին տեսնեմ ու գամ, սպասիր։
Well, սպասի, դու քշել գիտես։ Հա, գիտեմ։ Էսի վեկալ ախպեր։ Այսօր դու ես այստեղ կանում։ Աշկս մի քիչ բաղցած ալիք է։ Այո, մայրիկ, Ուր ես Գրիշո։ դուրս եմ եկել։ Հիմար ես։ Ոնց ես համարցակվել այդ վիճակում ղեկին նստել։ Հազիվ ես ոտքերիդ վրա կանգնում, մի հատ էլ խմած ղեկին ես նստում։ Այդ սավտանը մի չես մի անգամից բորբոքվում, որ ես անխելք չեմ այտենց քայլի դիմել։ Ախպեր անունդ ոնց էր։ Աղաս։ Այդ մեր աղասի հետ եմ քո ռեստորանի տեղեկից են, ինձ բարեհաջող տեղ կհասցնի։ Հələ սպասի մամ զանգ է գալի։ Լուս քեզ լսողին քույրիկ։ Էս ուր ես։ Գրիշ խնդրում եմ օգնի ինձ։ Լեոն գնացել է պապային տեսնի։ Այդ գնացել է հորիցս ձեռդ խնդրի, քեզ ասեմ իմացի, որ մանանն արդեն Գրիշ ինչ ձեռք խնդրել։ Պապան Դավիթին համարը կիսամեր վիճակի է հասցրել, բերել գցել է տան դիմաց։ Լեոն էլ գժված գնացել է պապային տեսնի։ Վայ արա, հերս չի հանգստանում էլի։ Գրիշ, ես քեզ խնդրում եմ, մի բան արա, իմացի պապան որտեղ է։ Մի բանով օգնի, խնդրում եմ քեզ։ Չթողնես իրար սպանեն։ Ուրեմն լսի ուշադիր։ Ես կին եմ հողը դրել։ Երեխես կյանքի կռիվ է տալիս։ Դու ուզում ես իմ փողը չտաս։ Եթե չոք ես դեմս խնդրես, կարող է եւ տամ։ Անկամ կյանքը չի կարող ինձ չոքացնի։ Դու ով ես, որ ինձ չոքացնես։ Իմ երեխեն Մոսկվայի հիվանդանոցում պարկած սպասում է վիրահատության։ Մեռնելով էլ լինի, ես այդ փողը հասցնելու եմ իրան։ Դու այդքան կաս, որ աղբորս շանսատակ ես անում ու գցում ես փողոցը գնում ես, հա հունան։ Որ արել եմ ուրեմն կամ։ Որ արել ես, ուրեմն պատասխանն է կստանաս։ Ես արդեն այնքան ես թուլացել, որ մարդկանց հետ զենքի լեզվով ես, հա խոսում։ Աղբորդ հետ խոսելուց այնքան զզվանք ապրեցի, որ չուզեցի անգամ ձեռքերս կեղտոտեմ։ Դե կեղտել ուր կեղտոտես։ Ես թքած ունեմ ես զենքի վրա։ Ինչ երկար հանգստացար Հելեն։ Փաստորեն հասցրել եք ինձ կարոտեք, հա։ Հասցրել եմ նյարդայնանալ, որովհետև մենակ էի մնացել։ Կայ Լեզիզոն այստեղ քեզ միայնակ չէիր զգա։ Դե իրականում տենց էլ արել եմ։ Գալիս էի ժամերով մարզվում էի, համ բացասական էներգիայից էի ազատվում, համ էլ հետո գնում էի խանութներ, գնումներ էի կատարում։ Զեղչի քարտը ձեռքը տնկել խանութներից տուն չես գնացել, հա։ Մի խոսքով Լեզիզոնը փոխարինել է ինձ։ Համ եկել ես մարզվել ես, կառուցվածքդ ես պահպանել, ու իրենց տված զեղչի քարտով էլ թալանել ես խանութները։ Դե բա ինչ անեմ Հելեն, կյանքիս ամենածանր շրջանում գնացել էի հանգստանալու։ Լեայի մասին ավելի լավ է լռեմ։
Լս Իսուս, Լեայից բոլորը շոկի մեջ ենք։ Քանի կար Լեոին տեսնել չէր ուզում։ Թե ինչի մինչև օրս ոչ ոքս չհասկացան։ Հա ու հիմա էլ Լեոյի հետ է, ավելին ասեմ փախել են միասին։ Լեսի ասում եմ տեսավ քո ու Դավիթի մոտ չի ստացվում, որոշեց ինքը Լեոյի հետ փորձի։ Ցնդած։ Չեմ հերքում, ձեր ձեռքը ցնդելու եմ հաստատ։ Մի հատ ինձ ասա, ինչի Դավիթի հետ ձեր հարաբերությունները չեք պարզում։ Հելեն, ես ու Դավիթը իրար հետ լեզու չենք գտնում։ Մենք տարբեր մտածելակերպի տեր մարդիկ ենք։ Այդ հասկացաք այն ժամանակ, երբ որ ամենին զարգացավ։ Գիտես, հիմա ինձ ավելի շատ անհանգստացնում է Լեայի վիճակը։ Եթե այսքան հեռու են գնացել, ուրեմն Հունանից սպասվող վտանգ կա։ Դավիթ հենքել ընկած իրանց են ման գալիս։ Թեժ ժամանակներ են սպասվում։ Լավ պարապենք, որ դիմանանք։ Ես չպետք է հանձնվեի։ Չպետք է թուլանայի։ Սերս չպետք է բանականությանս հաղթեր։ Ես չպետք է ամուսնանայի։ Ինչի համար ես զանգել, մամ։ Որ լսես ոնց եմ սեփական հորիցս հրաժարվում։ Միայն չասես, որ գնացել ես Լեոյից տուն ու Մանանը բացահայտել է ճշմարտությունը։ Ավելի էր բացահայտեր, քան ամեն բառով ինձ ստորացներ։ Ես քեզ զգուշացրել էի, ինչ անեմ, որ չլսեցիր։ Հիմա սպասիր ծայրահեղ վտանգավոր զարգացումների։ Սպասել պետք չի, որովհետև պապան Դավիթին կիսամեռ վիճակի է հասցրել։ Մի րոպե, նորմալ բացատրի բան հասկանամ։ Մամա, ինչը բացատրեմ, ասում եմ, պապան Դավիթին նենց հա ծեծել ու բերել գծել դրան դիմաց, Լեոն էլ գժված գնացել է պապայի մոտ։ Ես ստիպված զանգել եմ Գրիշին, որ չգիտեմ, մի բան անի։ Մտածում ես ինչ ես անում։ Գրիշը խմած է, նորա ոտքի կանգնել, ուզում ես բոլորին միանգամից վնասել։ Ինձ զանգեիր, բայց ոչ Գրիշին։ Քանի երկուսով են կարի հանենք էլի մեր դիմակները։ Ինչ էր էսով ես եկել մեր տուն։ Ես սիրում եմ Լեոյին, մանան։ Սիրում ես մեկին, ում հորը հայրդ սպանել է։ Մի պահ խորացի, կզգաս, որ ուղղակի գժվել կարելի է։ Հավատա, ես էլ եմ գժվում։ Այդ ճանապարհին եմ արդեն։ Դե ուրեմն գնում ես, կամ ես եմ քեզ օգնում ու միասին իջնում ենք ներքև ու բացահայտում ենք, թե ով ես դու, ով է հայրդ։ Ախպերս իշտ անդաղ ենք եթում է, երբ ենք հասնում օրս օֆիս։ Խցանումներ են։ Այս խցանումներով մինչև հասնենք բանը բանից կանցնի է։ Արես իշքան շատ են զանգում։ Ալո։ Գրիշ։ Ամենա անհարմար պահին ես զանգը։ Լավ չեմ օգնի Գրիշ։ Այսօր սաղդ Գրիշի օգնության կարիք ունեք։ Ցավում եմ ձեզ համար, բայց ես արդեն շտապում եմ դեպքի վայր, բախտը չբերեց այսօր։ Մի հատ լրջացի Գրիշ, լավ չեմ։ Սարսափելի ցավեր ունեմ, խնդրում եմ ինձ օգնի։ Հա, ցավեր ունես, գնա հիվանդանոց կամ շտապօգնություն կանչի, ինձ դից ինչ ես ուզում։ Չէ, Գրիշ, ես հրությունս վարողին բժիշկ ունեմ։ Ես միայն իրան եմ վստահում։ Ու հիմա վախենում եմ միայնակ ղեկին նստել։ Խնդրում եմ հենց հիմա արի իմ հետևից։ Արա դե մի ներվերս կերելի։ Կարող ես չգալ Գրիշ, հետո որ մեր երախոն կորցնեմ, մեղքը քոնը կլինի։ Ինչ։ Գալիս եմ սպասի։ Արաշկիս մորս ուղարկեմ պապայի մոտ։ Ես մամայից լավով պետք է պապային հետ համոզի։ Ինձ սրանով չես վախացնի Հունան։ Հաջորդը գլուխդ եմ ցրիվ տալու։ Լսի, դու որ շատ ուզես, իմ հետ ամեն ինչ էլ կարաս անես, բայց այ պապուս, քրոջս կամ աղբորս գլխից մաս պակասեց, արունդ եմ թափելու։ Տո քեզ էլ
Քո ամբողջ ընտանիքին էլ ես երկրագնդի երեսից անց կվերացնեմ, որ ոչ ոք ձեր տեղը չի իմանա։ Թե կարս սկսի։ Եթե մի ժամից աղջիկս տանը չի եղել, ես իմ խոստումը իրականություն կդարձնեմ։ Ականջի տողարա հունան, քո աղջիկը իմ կինն է, մենք ամուսնացել ենք, ու ինքը մնալու է իմ հետ, իմ ազգանունն է կրելու, դու ոչ մի բան չես կարա փոխես ու իրանից պահանջես, հասկացար ինձ։ Եղբորը թողել ես ներքևում, եկել ես այստեղ, որ կռիվ սարքես, հա? Չէ, Դավիթ պապ, մանան ուղղակի բաներ հարցնում։ Հարցրեցիր, դե ունեմ ինչի եղբորդ մոտ, որովհետև ես էլ գնալու եմ մյուս եղբորդ հետևից։ Պետք չի։ Ես Գրիշին խնդրել եմ, որ գտնի պապա ինձ։ Ինքը չի թողնի, որ պապան Լեոին։ Իսկ ես չեմ ուզում, որ իմ տղայի ձեռքերը կեղտոտվեն հորդ պատճառով։ Ինչ ես զգում պապիս աչքերին նայելով։ Սպանում ես ինձ մանան։ Ես քեզ չեմ սպանում։ Դու մեղքի զգացումից ես փախնում, եթե իհարկե ունես այդ։ Չնայած եթե ունենայիր, երկրի երեսից պիտի անհետանայիր։ Որն է իմ մեղքը։ Որ սիրում եմ Լեոյին։ Իսկ չես մտածել ինչի սողաբերեցի իմ սերը։ Ինչի գնացի Լեոյի կյանքից։ Որովհետև իմացել է հայրս ինչ արել մանան։ Ուրեմն ինչի հետ եկար։ Ինչքանով էր ճիշտ քո վերադարձը։ Թե քիչ էր հորս սպանությունը, պիտի աղբերներիս էլ անպայման սպանի։ Մանան մի խոսա տենց բաներ, չեմ ուզում լսեմ։ Պիտի լսես։ Պարտավոր ես նաև տեսնելու իմանալ, որ պատասխան եք տալու։ Աստված երբեք արդարի ձեռքը բաց չի թողնում։ Գուցե ուշ, բայց արդարությունը վերականգնվում է։ Այ հիմա ինչքան ուզում ես քեզ պատերով դու։ Ես իմ ուզածին հասա։ Ու արեցի հետ քեզնից հեռու, որ նախորդ անգամվա պես չխանգարես մեզ ու չբաժանես։ Քեզ ողմը հաղթել ես ինձ։ Ես խաղ չէի խաղում քո հետ, որ հաղթեի։ Ուղղակի ես իմ սիրո հետևից գնացի ու կռվեցի մինչև վերջ։ Ու հասա ուզածիս։ Պապանա։ Պապ, խնդրում եմ քեզ Լեոին ձեռք չտաս։ Այս պահին դրա կյանքը քո ձեռքերում է։ Լեա մի լսի իրան։ Անջատի հեռախոսը։ Պապ, լսի ինչ եմ ասում։ Ինչ ուզում ես կանեմ, երդվում եմ, մենակ Լեոին մատով չկպնես։ Ասա թող աղբերս տուն գա։ Քո հետ եմ, տուն կանչի։ Լեա ասում եմ անջատի հեռախոսը։ Մենք իմ օֆիսում ենք։ Հետ հաշվար կգնաց։ Կոկորդիլոսի արցունքներ թափելու փոխարեն գնա աղբորս մարդասպան հորիցդ փրկի։ Մանամ պետք չի մետ այդքան դաժան վարվել։ Ես անձամբ ոչ մի բան չեմ արել ձեր ընտանիքին։ Նույնիսկ աշխատակցի հետ ես եկել, որ ինձ այս վիճակում օգնություն ցույց չտաս, չէ՞։ Ինչ ես խոսում է։ Խնդրում եմ գոնե այս րոպեին ինձ մի նեղացրու։ Դե գոնե այս րոպեն մի քիչ բերանդ փակ պայի։ Այս կարգավիճակում չես էլ ամաչում խմել ես։ Արա դե դուրը չի գալի ուրիշին կանչեիր է։ Այ։ Բա որ սենց վատ էիր, ինչ էիր նստե տունը, թե երեխուս կարևոր գործ ունեիր։ Երեխուց կարևոր մենակ քո համար կարևոր գործեր կան։
Պարկի։ Պապի ոնց պարկեն, որ գիտեմ Լեոն գնացել է տաննասունի մոտ։ Ինչ անեմ, չկարողացա կանգնեցնեմ։ Ոնց որ հիմա քեզ չեմ կարողանում ստիպեմ, որ պարկես։ Կարող ես Արեգին ասեմ։ Ինչու՞ չէ, կարելի է։ Գիտեմ, որ վատ բան եմ անում, բայց ուրիշ տարբերակ չկա, պետք է Արեգին ասեմ։ Չէ, ոչ մեկին էլ ոչ մի բան չենք ասում։ Ես կգնամ։ Միայն իմանամ որտեղ են։ Բոլորդ հանգիստ եղեք։ Ես գնում եմ Լեոյի հետևից։ Ինքը ողջ առողջ տուն կվերադառնա։ Երկար ենք սպասել այդ բժշկիդ վեշնի, ասենց ուշ գալի։ Գրիշ հարցեր մի դուր խնդրում եմ քեզ։ Ողա չոգել ես ձայնազուրկ ենք, 1000 հատ գործ ունեմ։ 1000 գործ ունես, խնդրում եմ գնա, ու վրաս մունատ մի արի, հա։ Արա հաղի չլներ մի երկու ձև վարվեի հետդ նոր իմանայր։ Եթե իմ հանդեպ հասարակ հոգատարություն չունես, գոնե երեխուդ հանդեպ անհագստություն ցուցաբերի, խնդրում եմ քեզ։ Քո ջոգելով որ անհանգիստ չլնեինք, ստե ինչ էինք անում։ Հիմա վեր ես ընկնում ու տեղավորվում ես։ Կսպասենք մինչև դավաճան աղջիկս գա։ Իսկ եթե չեկավ, վերջդ կտամ։ Այդ նույնիսկ չի էլ քննարկվում։ Բայց քեզ ով ասեց, որ ես այ շեշ նստելու եմ ու նայում, թե դու ոնց ես իմ ու աղջիկդ կյանքը փչացնում։ Հանգիստ թող Լեո, Լեո, Լեո հերո, ես երեխուն մենակ ես դες խեղճացնում ես, Լեո, Անդո, արա ինչի՞ս ես բան արեցիր։ Դու ես ինչ սարքեցիր մեր գլխին։ Մամ, ես ընդհանրապես իմ սիրո հետևից եմ գնացել։ Ես չգիտեի, որ պապան չի հրաժարվել մարդասպանի կոչումից։ Մաշայի ամուսինը դուք եք։ Ամուսինը չեմ երեխու հերն եմ։ Ինչևէ, այս պահին միակ հարազատը դուք եք։ Քանի որ երեխային կորցնելու վտանգ կա, Մաշան կմնա հիվանդանոցում, մեր հսկողության տակ։ Ոնց թե կորցնելու վտանգ կա։ Մենք բոլոր կանխարգելիչ միջոցները կձեռնարկենք երեխային պահպանելու համար։ Աղվետիկ Սարգսյան, 76 թիվ, հրազենային վիրավորում է ստացել։ Որս համաստեղությունս ասես։ Իմացի աղու։ Չասիր։ Ես ոնց կրոքեց։